Ժողովրդի ինչ սկսելը, խնդրեմ ձեզ նայեք էլեկտրոմոբայլ էմի մասին իմ արած վլոգը, որը արդեն հավաքել է 55000 դիտում, ընդամենը 2 օրում TikTok-ում, ու մոտավորակում 100,000 շեմը մենք անպայման անցնելու ենք ու բոլորը պետք է տեղեկանան իրենց մասին, որ իրենք մեքենաները չեն տրամադրում։ Փաստերով այդ վլոգում ես ներկայացնում եմ։ Հիմա անցնենք առաջ։ Ուրեմն 2026 թվականի հայտնությունն է, բումն է, շուկայի պայթեցումն է ու դեմպինգի անխնա մարմնավորումն է Չանգանը, Ժողովրդյան։ Ուրեմն BYD-ին մի ուրիշ տիպի դիրքերը զիջել է։ Նախ BYD-ին ճնշում են համ գակը, համ Չանգանը, ու մի ուրիշ տիպի BYD գործերը լավ չեն, հատկապես հաշվի առնելով, որ հիմա ինքը 170 օրանոց այդ արգելանքի տակ է, իսկ Չանգանը ու գակը ոչ, ինչպես նաև Դիպալը ոչ, Հոնչին ոչ, այդ բոլոր ավտոները կարող ենք պատվիրել, բայց BYD չեն կարող։ Դեռ։ Ուրեմն, այս իմ ներկայացած մեքենան, Ժողովրդյան, մի հատ նայեք ու մենակ այդ ավտոն առեք։ Ես այս լուրջ բան եմ ասում։ AC ամենալավ ընտրությունն է բյուջետային սեգմենտում այսօրվա դրությամբ Չանան կամ Չանգան Q05։ Ահա խնդրեմ, մած ամոթացեք ժող։ AC այն ավտոն է, որը ուղղակի պայթեցնում է բանականությունը հաշվի առնելով ցածր գինը։ Հեսա ես փաստերով ապացուցեմ, որ ինքը ուղղակի մրցակից չունի ու BYD-ին անխնա ոչնչացնում է, դեմպինգը Չինաստանում մի ուրիշ տիպի, իրանք ոչ մեկ էլ փող չի աշխատում ավտոյի մեջ, ես լուրջ բան եմ ասում։ Հնարավոր չէ ցածր գնով գործարանը ինչ որ քյար ունենա, իրանք մինուս են գնում այս ավտոն ծախերուց, ուղղակի մրցակիցները ոչնչացնում են, ինչը դե մեզ է ձեռ տալիս, մենք էլ էժաններով ավտո ենք առնում։ Ուրեմն քվոտայից օգտվելու պարագայում Ժողովրդյան ու իհարկե պատվերով, այս գները միայն պատվերի մասին արկա չի էլի այդ ավտոները, պետք է Չինաստանից պատվիրենք, 2 ամիս սպասեք, գա հասնի։ Ուրեմն պատվերով այս Q05 ուղղակի բանականությունը պայթեցնող այս գժական էլեկտրոմոբիլը, որը որ հավասար է Yuan Plus-ին, իր տեսքով, ահա խնդրեմ, գաբարիտներով, մի խոսքով ինքը Yuan Plus է, բայց գնով, Ժողովրդյան, BYD Sigul-ա, BYD Yuan Up-ա, այդ երկուսին ոչնչացնող անխնա sense մորթում է մեջտեղից, որովհետև 13500-ով, Ժողովրդյան, Sigul-ի գնի էլի, բայց դե մի հատ հələ Sigul-ը նայեք ու այս ավտոն նայեք, ասենք, անհամեմատելու են, էլի, ես այստեղ 163 ձիաուժ է, Sigul-ը ընդամենը 75 ձիաուժ է, ժող։ Ասենք, ստեղի բագաժնիկը 540 լիտր է, Sigul-ը, չգիտեմ, 250 է, թե ինչքան է, բայց գնով նույնն է, $13500։ Մի հատ հələ պատկերացրեք, $13500 բոլոր ծախսերը։ Ներառյալ պատկլյուչ Երևանում, անգլերեն թարգմանությամբ, ինչը էլի կարևոր է, լիցքավորիչով, մի խոսքով full, 13.5 Air կոմպլեկտացիան է։ Ինչա ես խորհուրդ չեմ տալիս։ Այս նույն Mazda-ի թեման է, Mazda Air-ը հարթուկ ակերի վրա, սա նույնպես մի խոսքով Air կոմպլեկտացիաները Ժողովրդյան խորհուրդ չեմ տալիս, հա էժան է, բայց հարթուկ ակերի վրա, ոչ մի տեխնոլոգիաներ չունի։ Դրա համար հաջորդ level-ը արդեն ինչ խորհուրդ եմ տալի 400 կմ գնացող Max-ն է։ Այդ արդեն Yuan Up-ին ոչնչացնող, ուղղակի ոչնչացնող, այն ինչ Yuan Up, մոռացեք Yuan Up-ի մասին, всё, էլ այդ արդեն էլ ակտուալ չի։ BYD-ին տակ է տվել, տանուլ է տվել ամեն ինչը, որտեվ այս մեքենան 15000-ով, ընդամենը 15000-ով Ժողովրդյան։ Էլի 400 կմ է գնում Yuan Up-ի պես, հա, Yuan Up-ից 14 ձիաուժ ավելի թույլ է, այնի 107 է, էսի 163 է։ Okay։ Բայց զատո սրա բագաժնիկը շատ ավելի մեծ է, 540 լիտր, այնի 400 էլ չկա։ Մի հատ նախ հենց դիզայնը համատեք։ Ներքին դիզայնը, սալոնի դիզայնը ու Yuan Up-ի դիզայնը։ Դիզայնով տալիս սատկացնում է այս Q5-ը։ Yuan Up-ին արտաքինով էլ չափերով իր գաբարիտներով եկամեջ ջիպ է, էլի Yuan Up-ը փուճուրիկոտ է։ Մի խոսքով Sigul-ին ու Yuan Up-ին այս Q5-ը ոչնչացնում է, որովհետև Yuan Up-ը արժի full կոմպլեկտացիան 400 կմ գնացողը 18200 $18200 է այս պահին իմ մոտ։ Իսկ այս 400 կմ, նորից 400 կմ Max արդեն կոմպլեկտացիան, ինչը խորհուրդ եմ տալի, արժի ընդամենը $15000 Ժողովրդյան, բայց 15000-ը որտե 18200 կամ լավ 18-ը որտե $3000 ավելի էժան է, ավելի լավն է, ավելի մեծ է, ավելի սիրուն է, այդ ինչ Yuan Up։ Մոռացեք, всё, մոռացեք Yuan Up։ Son Plus, այս վերջերս էլի հարցնում են, ախպերպես էլի յան տվեք, այդ Son Plus ինձ մի ուզեք։ Ես պրինցիպիալ չեմ վաճառում։ Իմ մոտ այդ ավտոն հիմա 24700 է, բայց ես չեմ վաճառում, մոռացեք Son Plus։ Ինքան արդեն արտադրություն դուրս ա եկել, դա ավտո չի, նավ է։ Yuan Up, մոռացեք, եթե կա Q5 15000-ով։ Իսկ ես Q5-ի արդեն 500 կմ գնացողը Ժողովրդյան։ Yuan Plus-ի պես էլի։ Ասենք Yuan Plus-ին էլ ոչնչացնում, որտեվ Yuan Plus-ի full-ը հիմա իմ մոտ $22000 է, իսկ այս ավտոյի full-ը 500 կմ բան ուլտրան 18000 է Ժողովրդյան։
էլի դեմպինգը անխնա։ Դուք պատկերացնում եք էլի $4000 տարբերություն է, ու ունենում եք էլի նույն բանը, եթե ոչ առավել, որտեղ այս ավտոն ունի լիդար, այս ամենաֆուլ ուլտրա պլյուս կոմպլեկտացիան, իսկ Yuan Plus-ը լիդար չունի։ Համենայն դեպս ամենաօպտիմալ ընտրությունը կամ 400 կմ max 15000-ով կամ 500 կմ max 16500-ով։ Այդ այսօր ամենաակտուալ օպտիմալ գները էժանի մեջ գժական twin jeep, Elinch Yuan Plus, Elinch Yuan Up, Elinch Sigul, Elinch Song Plus։ Այս ավտոն բոլորին ցած բռնած ոչնչացրեց այս գնով, Ժողովուրդ ջան, այս էժան գնով անգլերեն թարգմանությունը ներառյալ։ Պատվիրեք, շտապեք, որովհետև եթե ուզում ենք կվոտայից օգտվենք, հա ու մի բան իմացեք, եթե ուզում եք կվոտայից օգտվեք, Ժողովուրդ ջան, դուք պետք է ձեր պապերները անեք մինչև փետրվարի 15-ը, որտեղ փետրվարի 15-ից իրենց մոտ չինական նոր տարին է, ինչը երկու շաբաթ տևում է, իսկ արդեն մարտի սկիզբ որ պատվեր եք անում, արդեն կարա եւ կվոտայի մեջ չտեղավորվի, որովհետև իմ սուբյեկտիվ հաշվարկներով այդ կվոտան կդիմանա մինչև մայիսի սկիզբ մոտավորապես։ Կարող է մարտից բախներս բերի մայիսի կես։ Այսինքն դուք որ մարտի սկիզբ պատվիրեք, կարող է մարտից այդ կվոտայի մեջ չտեղավորվի։ Իսկ եթե մարտի կես պատվիրեք, արդեն հավանականությունը որ չտեղավորվի, հելավ թռավ 50-60%, այսինքն 50-50-ի վրա, իսկ եթե մարտի վերջ պատվիրեք, դա էլ կվոտայի մեջ չի, իմ կարծիքով, իմ սուբյեկտիվ գնահատմամբ, ասվածա լինի։ Մի խոսքով Ժողովուրդ ջան, Չանան, նու իր ամբողջական անվանումը Q1 կամ Nevo, նայած որտեղ են ասում, բայց դե շատ Q5։ Chang'an Q5 $13500-ից մինչև $18000։ Տենց գին չկա, BYD-ին տենց գին չունի, դա սենց ավտոների համար BYD-ին вообще մոռացանք BYD-ի այս էժան սեգմենտում։ Ասենք, իսկ այն գակը Ժողովուրդ ջան, որ մի հատ ռոլիկ ունեմ, մի հատ խնդրում եմ նայեք այդ գակի մասին ամրած ռոլիկը, էլի 21700-ով առաջարկում է Song Plus-ից ավելի հզոր, ավելի լավ մեքենա, այն ժամանակ երբ որ Song Plus-ը 24700 է։ Այսինքն էլի մի $3000 դեմպինգ, $3000-ով ավելի էժան ունենում եք BYD-ին հավասար մեքենա։ Մի խոսքով BYD-ին ոնց տեսակ իր դիրքերը 26 թվականին ամբողջությամբ զիջել է, ու հիմա Chang'an-ն ու Gak-ն որ ասենք ռուլիտ են անում ռուսերեն ասած։ Մի խոսքով պատվիրեք Ձեր բոլոր հարցերին ես պատասխանում եմ, խնդրում եմ գրանցվեք, բաժանորդագրվեք, լայքեք, ակտիվ եղեք, զարգացնենք ալիքը, մեծացնենք, այսքանը։ Եթե այս բանը ընտրում եք կամ ճաշում եք, ապա ծունի յոկը խաղովիքը։ Կհանդիպենք։